Նրա մասին գրում են ամերիկյան առաջատար ամսագրերը, ցուցադրում հեռուստաընկերությունները, նրա ստեղծագործությունները պատվիրում եւ համտեսում են նախագահներն ու հոլիվուդյան աստղերը։ 2000-ականներին, երբ Ֆլորա Աղաբաբյանը Երևանից մշտական բնակության մեկնեց Միացյալ Նահանգներ, չէր էլ կարող մտածել, որ որոշ ժամանակ անց մասնագիտության պարուհին դառնալու է աստղային հրուշակագործ։ Ոչ միայն պատրաստվում է, որ շաքարից կամ շոկոլադից ինչ-որ մի գեղեցիկ ստեղծագործություն պատրաստվելու ցուցադրվելա, դա իր ետևում պատմություն ունի։ Հաջողության պատմությունը լի էր մարտահրավերներով եւ փորձություններով։ 2007-ից առ այսօր աշխատում է Լաս Վեգասի հանրահայտ Վին հյուրանոցում։ Նրա աշխատանքները պատվիրում են հատուկ առիթների եւ ցուցադրական նմուշների համար։ Երբեմն դրանք ուղարկվում են նույնիսկ հատուկ ինքնաթիռով։ Ալյուրով, շաքարով, ձվով եւ սիրով շաղախված գլուխգործոցներ, այսպես է բնութագրել Ֆլորա Աղաբաբյանի տորթերը ամերիկյան թերթերից մեկը։ Ստեղծագործելու համար ինչա քեզ կարևոր։ Կարևոր պիտի քո ներաշխարհը գեղեցիկ լինի, պիտի մաքուր լինի ներսդ, պիտի մեջցդ անես ցանկացած վատ բան, ցանկացած վատ հիշողություն, ցանկացած վիրավորանք, պիտի այդ բոլորը դատարկես ու լցնես սիրով։ Արվեստի գործեր, որոնցից որոշները դարձել են թանգարանային նմուշներ։ Ամերիկաբնակ հայուհին միջազգային լրատվամիջոցների կողմից բնորոշվում է որպես քաղցր արվեստի թագուհի։ Մեկի համար մի հատուկ մի բան պատրաստում է, հետո դա չէին թողնում, որ կտրվի։ Արդեն դա դարձավ, որ սկսեցին երկար տարիներ ոչ մեկ չփորձեց ձեռ տալ, որովհետև այնքան նվիրումով ու գեղեցիկ աշխատանքներ էր, մարդիկ չէին ցանկանում դա ուզում էին այդպես պահել։ Ինչպես ամեն տարի այս ամանորին բոլորը սպասում են հերթական գլուխգործոցին, այն այս անգամ լինելու է պինգվինաշենի տեսքով, որի պատրաստման համար պահանջվել է 3 ամիս։ 200-300 pound շոկոլադ, նմանապես այդքան շաքար, ծանր, բավական ծանր ստեղծագործություն է, ու որը որ ոչ մի հեշտ միջոցներ չի օգտագործվում, հիմնական ձեռքի աշխատանքներ է։ Քիմ Քարդաշյան, Բեյոնսե, Ջենիֆեր Լոպես, Ուիլ Սմիթ, Մայքլ Ջորդան, Դոնալդ Թրամփ պատվիրատուների ցանկը անվերջ կարելի է շարունակել։ Վերջին աշխատանքները պատրաստել է ոգեշնչված հանրահայտ դիզայներ Ռոբերտ Կավալիի նորաձևության տան նոր հավաքածուներից։ Չնայած համաշխարհային համբավին կարոտով է խոսում հայրենիքի մասին։ Երևանը մեր սիրտն է, մեր հոգին ու սիրտը այնտեղ այդ կապ չունի մենք որտեղ ենք, ինչ ենք անում։ Կարծում եմ ես դեռ հայկական ապրում եմ, ես չեմ փոխել ոչ իմ մտածելակերպը, ամենակարևորը իմ հայ գենը չի փոխվել, որը հենց հայ գենն է, որ ես այսօր հասել եմ այնտեղ, որտեղ որ կամ։ Ֆլորա Աղաբաբյանը վստահ է, յուրաքանչյուր օրը ինչ-որ նոր բան ստեղծելու նոր հնարավորություն է, որը պետք է օգտագործել։ Վրյուր Մկրտչյան, Հակոբ Փափազյան, լուրեր։